Բոլորս էլ մտածել ենք, ինչ կլիներ, եթե ժամանակը կանգ առներ, կամ մենք կարողանայինք հետ տալ ժամանակը։ Այդպիսի մտքեր առաջանում են, երբ ցանկանում ենք շտկել ինչ-որ մի սխալ կամ վերապրել մի կարևոր պահ։ Գիտեք, որ Աստվածաշնչում կան երկու տարբեր պատմություններ, որտեղ ժամանակը կանգ է առնում եւ մյուս պատմությունում նույնիսկ հետ է գնում ժամանակը։ Առաջին պատմությունը կարդում ենք Հեսուի գրքում, երբ Հեսուն պատերազմի ժամանակ ասում է. «Արեգակ կանգ առ եւ լուսին քո տեղում մնա»։ Աստված իր աղոթքը լսում է։ Արեգակը եւ լուսինը մնում են իրենց տեղում մոտ 1 օրվա չափ։ Պատմությունը շարունակվում է ասելով, որ նման դեպք չի եղել, որ Աստված լսի մարդուն եւ կանգնեցնի ժամանակը։ Երկրորդ պատմությունը հանդիպում ենք Թագավորների գրքում, երբ Եզեկիան Եսայի մարգարեին ասում է, որտեղից իմանամ, որ Աստված ինձ բուժելու է։ Եսայի մարգարեին ասում է, որ սա նշան կլինի, ժամացույցի ստվերը 10 աստիճան հետ կգնա։ Այդպես էլ տեղի է ունենում, Աստված աղոթքին ի պատասխան շեղում է ժամանակը 10 աստիճանով։ Այս երկու պատմությունները ցույց են տալիս, որ Աստված գտնվում է մեր պատկերացրած սահմաններից դուրս։ Նա կարող է ցանկացած պահի փոփոխել այն օրենքները, որոնց մենք ենթարկվում ենք։ Ժամանակը, որ մենք ընդունում ենք որպես անխուսափելի եւ անփոփոխ, կարող է կանգ առնել, նույնիսկ հետ գնալ։ Աստված մեր կյանքում գործում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, դուրս գալով մեր պատկերացումների սահմաններից։ Իր իշխանությունը դուրս է մեր տարածության ու ժամանակի սահմանափակումներից։